Պարոն վարչապետ, քանի որ օրերս հրապարակվեց էթիկայի կանոնագիրքը քաղաքացիական պայմանագրի, մի հարց եմ ձեզ ուզում տալ։ Արդյոք այդ կանոնագրքի հրապարակումից հետո հաջորդ խորհրդարանական շրջանում 2026 թվականի ձեր կողքին կհայտնվեն օրինակ քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովում իրար վրա շիշ շպրտած ու հայհոյած падգամավորները, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով անցնում է քրեական գործով, որովհետև վերջինս պայմանագրեր է կնքել իր հետ փոխկապակցված առանձնատան հետ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ու մորոք Անիֆի միլիոնները, միլիարդները հոդս են ցնդել։ Գյումրիում գինովցած մանդատաթող եղած նախկին падգամավորը, ով ևս առաջադրվել է, Արփի Դավոյանը, ով օրինակ նախկին դեպքերով անցնում է քրեական գործով, ԱԺ-ում լեզու եւ ականջ կտրող Արթուր Հովհաննիսյանը, Ժաննա Անդրեասյանը ու մորոք համալսարաններում կոռուպցիոն սխեմաներ են տիրում։ Նրանք գալու են ձեր հետ հաջորդ խորհրդարան։ Հիմա գիտեք, ասենք ենթադրենք տպավորություն է, որ դուք դատավոր եք եւ դատավճիռներ եք կարդում, իմ ասում եք անցնում են քրեական գործով։ Ով ինչ քրեական գործով անցնում։ Արփի Դավոյանը ինչ քրեական գործով անցնում, որ Ինչ պաշտոնական։ Նախորդ անգամ իշխալոց դուք չէիք, որ պետքա գրավոր հարցում ուղարկեիք։ Ազգային ժողովում դուք ինձ հարց տվեցիք, ասցի գրավոր հարցում ունեք սննդի անվտանգության տեսչությանը, դուք ասցիք այո ունենք, որից հետո մի րոպե սպասեք, ձեր հարցին պատասխանը։ Ես ձեզ հարցրի ունեք արդյոք գրավոր հարցում, դա տեսախցիկների առաջ է, չէ՞, հրապարակվել, ասցիք այո, ասցի շատ լավ, մենք կգնանք գրավոր հարցումը կվերցնենք եւ ձեզ կպատասխանենք։ Մենք եկանք եւ պարզվեց, որ գրավոր հարցում դուք չունեք։ Ես որովհետեւ այդ տեսեք դուք կիլոմետրերի ճշգրտության հարց ունեք ձեր հարցերում, երբ որ ձեր հարցերը կլինեն այնքան ճշգրիտ, ինչպիսի ճշգրտություն դուք ակնկալում եք ուրիշներին, այդ ձեր հարցերին այդ ճշգրտությամբ կպատասխանեմ։ Ես ուզում եմ ասել, ձեր հարցը ինքնին, ինչպես նախորդ հարցը, այս հարցը ավելի ճշգրտությանից այնքան մեծ շեղումներ ունի, որ ցանկացած ձևի արձագանքը ձեր հարցին կնշանակի, որ ես արդեն ընդունեցի ձեր բարձրաձայնած բովանդակությանը։ Հետևաբար, քանի որ ձեր բարձրաձայնած բովանդակությանը ճշգրտության ահավոր մեծ շեղում ունի, ես ձեր հարցին չեմ պատասխանի։ Իսկ Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ընթացակարգը հրապարակված է եւ բոլոր հետագա ընթացակարգերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ինչ վերաբերվում է մնացած այդ մարտահրավերները եւ խնդիրների հետ առերեսվել ենք եւ ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, մենք բոլորս ինձնից սկսած հարկ ենք համարում, որ պետքա ունենանք սեփական սխալների առերեսվելու եւ դրանք ուղղելու, սխալների համար այնտեղ որտեղ հնարավոր է ներողություն խնդրելու, այնտեղ որտեղ պետք է քաղաքական պատասխանատվություն կրելու եւ այդպես շարունակ։ Եվ ես ձեր հարցին պատասխանեցի։